97 կողմ 12 դեմ և 3 ձեռնպատ ձայների հարաբերակցությամբ ազգային ժողովն ընդունեց տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը սթափ և պրագմատիկ կողմերով և աննախադեպ ցածր ցուցանիշներով պետական բյուջեի նախագիծը։ Մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, հակառակորդն առաջին անգամ տանկից է արկակոծման ենթարկել պաշտպանության բանակի մարտական դիրքերը։ Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ։ Ստորագրվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման պայմանագիրը։ Ճանապարհը կկառուցվի 3 տարվա ընթացքում։ Անտալիայի գործարարները վստահ են, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների բացակայությունը հսկայական վնաս կհասցնի տարածաշրջանին։ Վիճակագրության համաձայն ամեն տարի Թուրքիա է այցելել մոտ 4 միլիոն զբոսաշրջիկ Ռուսաստանից։ Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն ազատության մեջ է։ Ազգային ժողովում շարունակվում է 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշեց, որ ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանում էլ տարեկան բյուջեն հնարավորություն չունի ընդգրկել բոլոր ցանկությունները։ Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը Հովիկ Աբրահամյանը որակեց ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական։ Իհարկե, կարելի է ունենալ այլ մարտավարություն, ամրագրել տնտեսական աճի շատ ավելի հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու հնարավոր չեղավ այն իրականացնել։ Վարչապետի խոսքերով մեր տարածաշրջանն ավելի բարդ վիճակում է, քան 2008-ի ճգնաժամի տարիներին։ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությունից հետո արտահանման խոստացված աճի բացակայությունը Հովիկ Աբրահամյանը կառավարության թերացումը չի համարում, ասում է, չպետք է մոռանալ, որ կառավարությունը չէ, որ արտահանում է, դա մասնավորի գործառույթն է։ Վարչապետը խոսեց նաև Հայաստանի տնտեսության վրա ազդած արտաքին շոկերից։ Գործընկեր երկրներում արձանագրված տնտեսական անկումը բերել է մեր արտահանման հիմնական շուկաներու սպառողների տնողականության նվազեցմանը, ինչն իհապես դժվարացրել է մեր ապրանքների արտահանումը, որն ներքին բացաբար է ազդել տնտեսվարողների եկամուտների վրա։ Հարգելի պատգամավորներ, 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից ռուբլով տրանսֆերների ծավալը թեև աճել է, սակայն դոլարային արտահայտությամբ հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը այն կրճատվել է շուրջ 470 միլիոն դոլարով։ Վարչապետի ելույթին հաջորդեց 2016 թվականի բյուջեի քվեարկությունը։ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղման Վարդանյանը վերահաստատեց իրենց գնահատականը բյուջեին, նշելով աննախադեպ ցածր ցուցանիշներ են։ Այս դեպքում երկարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը։ Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունը այս բյուջեին ուղղակի չի քվեարկել։ Այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ։ Բարգավաճ Հայաստանը ոչ հերոսաբար, այլ սթափ պրագմատիկ քվեարկում է կողմ։ Քվեարկություն։ Կողմ 97, դեմ 12, ձեռնպահ 3, որոշումն ընդունվել է։ Այսօր ազգային ժողով կառավարություն հարց-պատասխանի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղ-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակից։ Վերջի օրերին մեր սահմանադրության հանրաքվեի նախօրյակին և ընթացքում և հիմա հասել է իր գագաթնակետին ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաև խոշոր տրամաչափի նաև ականանետերից 60-82-120 մմ-անոց ականանետերից են կրակում, ընդ որում օրվա ընթացքում բավականին մեծ քանակության է հասել դա և Արցախի պաշտպանության բանակի հարավ-արևելյան հատվածում 3 նույնիսկ տանկերից են կրակել մեր դիրքերի ուղղությամբ։ Թևան Պողոսյանը իր արձագանքի ընթացքում խոսեց նաև ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ նախարարի ունեցած հեռախոսազրույցից։ Ձեր կարծիքը իսկ ինչի չենք օրինակ նույնպես
զանգահարում եւ հանդիպում պահանջում նույն հապկի գործընկերների հետ եւ պահանջում առնվազն հայտարարության մակարդակ իրենց կողմից։ Սեյրան Օհանյան ուղիղ չպատասխանեց այս հարցին, միայն նշեց, որ երկխոսության համար հրադադար է պետք, իսկ թե ով է այն խախտողը պետք է հետազոտություն կատարել։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հարցը սկսեց Կիրակի տեղի ունեցած հանրաքվեից։ Կնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, գաղտնիք չէ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ Կիրակի տեղի ունեցած հանրաքվեն, կարուսելի, սենդվիչնոցի եւ ռեալիթի շոուի վերածելու հայրենիք ունենք։ Սա իմիջայլոց։ Ապա Նիկոլ Փաշինյանը հարց ուղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասելով, թե տարիներ ի վեր շարունակում են օտում կախված մնալ չստուգված լուրերը Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին։ 1991 թվականից զբաղեցնելով տարբեր բարձր պետական պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնական լիազորությունները լայնորեն չարաշահել է անձնական հարստություն եւ ունեցված կուտակելու համար, այդպիսով դառնալով Երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը։ Այնուհետև Փաշինյանը թվարկեց Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ, խոսեց Երևանի փոքր կենտրոնում 2 նորակառույց բարձրահարկ շենքի, շուրջ 20 բնակարանի, տասնյակ բենզալցակայանների, մի քանի խաղատների, Ղրիմում եւ Ծաղկաձորում առկա հանգստյան տների եւ այլ հսկայական ունեցվածքի մասին։ Ըստ օդում կախված լուրերի, այս ողջ ունեցվածքը Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով։ Շարունակում են օդում կախված մնալ նաև Հովիկ Աբրահամյանի կողմից ընտրակեղծարարների կազմակերպված խմբեր եւ նրանց կատարած կեղծարարությունները պրոֆեսիոնալ կերպով թաքցնելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը։ Տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, հորդորում եմ Հայաստանի վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին միջև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել հանրությանը, ինչքան ժամանակ է հարկավոր սրա համար։ Մի կախված մարդ ուզում է այսօր լավ օրվա մեր տրամադրությունը փչացնի, բայց ուզում եմ հայտարարեմ ի գիտություն մեր հանրությանը, իմ հայտարարագրից ավել ինչ որ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն։ Օդից կախված մնա, թե արձագանքեք։ Եթե լա հարց ով օդից կախված կմնա, պարոն Սահակյան, այդ ժամանակը ցույց կտա։ Նախ հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչի հաշվին էր ձեր տրամադրությունը տենց լավ։ Այսօր քոչի դուքա, պարոն վարչապետ, եթե ուզում եք, ես հետ կարամ քոյով խոսամ, դույով խոսամ։ Դե դու ամեն ինչ էլ խոսում եք։ Դուքով, եթե ես եք անցնեմ դույի ու քոյով։ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իր հարցի սկզբում փորձեց համակարգչով երաժշտությամբ ուղեկցվող ինչ-որ տեսանյութի ձայն միքրոֆոնով հնչեցնել։ Անջատեք խոսափողը, լսում ենք ձեզ, հեսա կանցնի, համբերեք։ Փոստանջյանը նշեց, որ տեսահոլովակը շուտով լայնորեն հասանելի կլինի համացանցում եւ դրանում ասվում է, որ դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համաժողովրդական հավաքին պետք է քննարկեն, թե ինչպես ազատվել այս հանցավոր ռեժիմից։ Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված, հակառակորդն առաջին անգամ տանկից արկակոծման է ենթարկել պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը։ Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին ժամը 21-ն Աստասի սահմաններում պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող 1991 թվականին ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Ղարաբաղ-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Հայաստանի պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի եւ դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների եւ հայկական կողմի պատասխան
գործողությունների մասին։ Մասնավորապես Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ, նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ 155 մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում։ Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ Հայաստանի պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը։ Դեսպան Կասպերշիկն իր հերթին մտահոգությունը հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել։ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, մեջբերում ենք. Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը ադրբեջանական թերթերից մեկի խնդրանքով մեկնաբանելով առաջնագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական հանրությանն է մատուցել մտքի հերթական գոհարները։ Մասնավորապես անդրադառնալով շփման գծում վերջին մի քանի օրերին տիրող լարված իրավիճակին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր քարոզիչը հայկական կողմին մեղադրել է իրադրության ապակայունացման եւ ոչ կառուցողական գործողությունների մեջ, չզլանալով հիշատակել, որ միայն նոյեմբեր ամսում հայերն ունեն 100-ից ավելի զինծառայողի կորուստ, սակայն թաքցնում են փաստերը։ Հայտարարությունում նշվում է նաև, որ ադրբեջանական կողմն է հանդես գալիս առաջնագծում լարվածության ստեղծման եւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նախաձեռնողի դերում, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ։ Այդ մասին են վկայում այս տարի Բաքվում անցկացված եվրոպական առաջին օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված աննախադեպ անդորը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարությունները, վստահության միջոցառումների կիրառման անհրաժեշտության, շփման գծից դիպուկահարների հետ քաշման եւ առաջնագծում տեղ գտնող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկներից պաշտոնական Բաքվի հրաժարումը։ Հետևաբար լարվածության մեծացման գործում մեղքը հայկական կողմի վրա բարթելը մեղմ ասած անհեթեթություն է։ Արցախի պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ ադրբեջանական բանակի գնդապետի հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն եւ որ պաշտպանության բանակը միշտ էլ աշխատել է թափանցիկ գործելավոճով եւ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել առաջնային գծում տիրող իրադրության եւ դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմավիրի մարզի բնակիչ Պահեստազորի մայոր Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնված 1977 թվականին, որը երկար տարիներ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած այդ թվում պետական գաղտնիք պարունակող տվյալներ։ Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով եւ Մարությանին առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար, կատարվում է նախաքննություն։ Sinohydro Corporation ընկերության եւ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության միջև ստորագրվել է աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր։ Չինական ընկերությունը կկառուցի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի ավելի քան 27 կիլոմետր երկարությամբ հատվածը։ Ընկերությունը աշխատանքները կիրականացնի ավելի քան 74 միլիոն եվրո գումարով։ Ճանապարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների Եվրոպական միության դրամաշնորհի եւ Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։ Շինարարությունը ըստ պայմանագրի կմեկնարկի 2016 թվականի մարտ ամսից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել 3 տարվա ընթացքում։ Ընկերության հետ տեղ ունեցած միջպայմանագրային բանակցությունների արդյունքում շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր։ Մասնավորապես ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ։